Լավն է էլի մեր ֆուտբոլը։ Մենք ենք մեր ֆուտբոլի տաղավարում է Հայաստանի ազգային հավաքականի եւ խորվաթական Օսիեկի պաշտպան Ստյոպա Մկրտչյանը։ Ստյոպա ողջույն։ Ողջույն Սուրեն ջան։ Խոսենք առաջին հերթին Հայաստանի հավաքականի վերջին ընկերական խաղերից։ Սրանք առաջին խաղերն էին Ջոն Վան Սխիպի համար, քանի որ ընկերական բնույթ էին կրում, նոր փորձարկումներ եւ այլն օգտագործելու համար։ Ինչ տվեցին այս խաղերը ըստ քեզ։ Դե ինչպես ասացիք, փորձարկումներ շատ եղան, հենց մեկը Կոսովոյի դեմ խաղում փորձարկումներ արեց մարզիչը, բայց այդքան էլ լավ չստացվեց խաղի ելքը, չնայած առաջ տայում չի ասի, որ շատ վատ էր հավաքանը հանդես գալիս։ Երկրորդ խաղում ինձ թվում է արդեն ավելի լավ էր ու մենք հնարավորություն ունենք նույնիսկ հաղթելու ընկերական խաղեր բոլորս էլ հասկանում ենք ու սեզոնի վերջն է արդեն մրցաշրջանի վերջն էր, բոլորը հոգնած էին ու նորմալ է, որ լավագույնս բոլորը հանդես չէին գա։ Բայց իմ կարծիքով շատ ֆուտբոլիստներ ցույց տվեցին, որ արժանի են լինել մեկնարկային կազմում, շատ ֆուտբոլիստներ ցույց տվեցին, որ պատրաստ են արդեն հավաքականին։ Իմ կարծիքով Մարիչը արդեն ինքը պետք է եզրակացություն անի, որ ֆուտբոլիստներին թե ինչ, բայց իմ կարծիքով նամանավանդ վերջի խաղը վատ չէր ու ես ինչպես որ կարծում եմ, մենք հնարավորություն ունենք այս կազմով ավելի լավ ելույթներ ունենալ։ Մի քիչ ռետորական կարող է հնչել այս հարցը։ Մենք դե շատ ենք քննարկել վերջին խաղերը ու կարծես ավելի շատ ամեն դեպքում նոր հարցեր առաջացան, քան պատասխաններ ստացանք։ Ձեզ համար էլ է այդպես, թե դուք օրինակ ինչ որ հարցերի պատասխաններ գտաք ձեզ համար, հաշվի առնելով Վրաստանի դեմ խաղերը, որոնցով մեր մարզիչը նոր սկսում էր իր աշխատանքը։ Դե բոլորիս համար հաճելի չէր այս արդյունքները, որ մենք ունեինք։ Չեմ կարող ասեմ, թե ինչն է պատճառը, եթե անկեղծ, բայց մենք ունենք շատ երիտասարդ ֆուտբոլիստներ, ովքեր նոր են սկսում քայլեր անել եվրոպական ֆուտբոլում, իրանց թիմերում նոր են սկսում հարմարվել խաղալ, ու իմ կարծիքով մի փոքր ժամանակ է մեզ անհրաժեշտ, թե որ հարմարվենք նոր մարզին, նոր տակտիկաներ, բոլորն էլ պետք է զարգանան, թե որպես ֆուտբոլիստ, թե որպես մարզիկ, ու մոտ ապագայում ես վստահ եմ, որ մեր հավաքանը շատ ավելի լավ հանդես կգա ու մեծ մրցաշարերի կմասնակցի։ Դե քանի որ սա երկրորդ հավաքն էր նոր մարզչի գլխավորությամբ, ավելի շատ նաև միայն խաղադաշտում տեղի ունեցողի մասին չխոսենք։ Օրինակ առաջին հավաքն էր պարզ է, բոլորիդ նոր էր ծանոթանում, դուք էլ իրեն, ինչ որ տարբերություն նկատվում է արդեն երկրորդ հավաքի ժամանակ դուք ինչ որ փոփոխություն տեսաք, որպես թիմ մարզչի հետ, չգիտեմ, շփումները, որ արդեն իր սկսում եք ինչ որ հարցերի շուրջ ավելի լավ հասկանալ իրար։ Դե նախ ասեմ, որ այս երկրորդ հավաքի ընթացքում մենք ավելի շատ ժամանակ ունեինք, այսինքն մոտ 1 շաբաթ մենք հավաք ենք արել, իսկ Վրաստանի հետ խաղերում, օրինակ ես ընդամենը 2 օր առաջ եմ եկել խաղից, 3 օր առաջ եմ եկել ու ընդհանրապես ժամանակ չկար, որպեսզի պատրաստվեինք խաղին։ Իսկ այս մի ընթացքում, այս երկրորդ հավաքի ընթացքում ավելի շատ ժամանակ ունեինք, ավելի շատ զրուցեցինք մարզչի հետ, ավելի շատ ինքը բացատրեց մեզ, թե ինչ է ինքը մեզնից պահանջում ու գնալով ավելի լավ է մեր համագործակցությունը լինում իմ կարծիքով։ Մեր պաշտպանության մասին, հատկապես այս վերջին երկու խաղերից հետո մենք կոպիտ սխալներ ենք թույլ տալիս պաշտպանությունում, շատ գոլեր ենք բաց թողնում ու դա փաստ է, չես կարող հաշվի չնստել։ Պարզ է, այս ընկերական խաղերում փորձարկումներ եղան, օրինակ առաջին խաղում այլ պաշտպաններ էին խաղում, երկրորդում դու եւ Հարոյանը խաղացիք։ Մեր ընտրության հնարավորությունների համագործակցության մասին ու ի վերջո գլխավոր տարբերությունը, ի տարբերություն Պետրակովի Ջոն Վան Սխիպը 4 պաշտպանով է սկսել խաղալ։ Մեր հավաքականի համար հեշտ է այս իրողության հետ համակերպվելը, թե ժամանակի հարկավոր այդ անցումը ճիշտ անելու համար։ Նայեք, եթե խոսանք սխեմայի մասին, իմ կարծիքով մեր հավաքանը կարող է 4 պաշտպանով խաղալ, բայց դրա համար ժամանակ է պետք, ոնց որ ասացիք, պաշտպանները շատ են անում անհատական սխալներ ու դա տարիքից է գալիս, որովհետև հիմա կա հավաքանում, չգիտեմ, 5 պաշտպան, 4-ս 20-22 տարեկան ենք ու համաձայն եմ այդ տարիքում արդեն շատերը մեծ ֆուտբոլ են խաղում, ամենալավ թիմերում են հանդես գալիս, բայց կենտրոնական պաշտպանի գործը ամենադժվարներից է դաշտում, դա մեծ պատասխանատվություն է ու դրա համար փորձ է պետք ու ես համաձայն եմ ձեզ հետ, որովհետև մենք իսկականից շատ են գոլ ընդունում, դա երբ որ գոլ չես ընդունում կամ կհաղթես կամ ամենակիչը մեկ միավոր կվաստակես, դա այդպես է, բայց ժամանակի ընթացքում իմ կարծիքով որ սա պետք է որ դզվի, գնի իր տեղը։
Պետրակովը այն ժամանակ շատ էր նշում, որ մենք էլ ենք բողոքում դժգոհում, ինչու խաղերից մեկում գոնե 4 պաշտպանով չենք խաղում, ինքն ասում էր մենք չունենք այդ հնարավորությունը, չունենք ֆուտբոլիստների ընտրություն, ճիշտ է դրա համար իրեն էլ էին քննադատում, որ անընդհատ ասում են մենք ռեսուրս ֆուտբոլիստներ չունենք։ Բայց արդյոք նա ինչ որ տեղ ճիշտ չէր, արդյոք հիմա ցույց չի տալիս ժամանակը, որ իսկապես մենք միգուցե դեռ այն թիմը եւ այն ընտրությունը չունենք, ապագայի համար շատ լավ է։ Դու կաս, մյուս մեր երիտասարդ պաշտպանները կան, բայց միգուցե պատրաստ չէ մեր թիմը 4 պաշտպանով հիմա խաղալու։ Նայեք, հիմա մենք շատ բարձ շրջանում ենք ու եթե նույնիսկ խաղենք 5 պաշտպանով, երևի թե շատ տարբերություն չէ։ Վրաստանի երկրորդ խաղը մենք խաղում էինք 5 պաշտպանով, բայց ամենաշատ գոլերը այդ խաղին ենք բաց թողել։ Ընդհանուր խնդիրը կա մենակ պաշտպանությունը չէ, ընդհանուր թիմային է խնդիրը, որը պետքա միշտ բարելավել, միշտ լավացնել, նամանավանդ սա ազգային հավաքական է, սա ակումբային ֆուտբոլ չի, որ ուղղակի չգիտեմ, գնաց դաշտ ու չգիտեմ մի խաղ ուղղակի խաղաս, այստեղ ազգ ես ներկայացնում, պատասխանատվությունը շատ բարձր է։ Բայց ինչ չի թվում, որ տակտիկան այդքան մեծ դեր է խաղում, եթե անկեղծ։ Երբ ազգային հավաքականի մասին է խոսքը։ Իսկ մեր հավաքականը Պետրակովի գլխավորությամբ եւ Ջոն Վան Սխիպի գլխավորությամբ շատ տարբեր իրողությունների մասին է խոսքը։ Ֆուտբոլիստները նույնն են։ Ես չեմ ցանկանում ձեր ներքին խոհանոց մտնել ամենևին, ինչքան հնարավոր է, էլի մեր հեռուստադիտողի համար նաեւ շատ է տարբերությունը, թե եթե անկեղծ չի ասի, որ շատ են ֆուտբոլիստները նույնն են, մտնոլորտը նույնն է, շատ բան չի փոխվել, երևի թե ուղղակի մացած վատ շրջան է կա, որ շատ վատ գնաց մեզ մոտ։ Ու մարզչի համար էլ վատ էր, որ հենց այդ բարձ ժամանակահատվածը։ Չգիտեմ, անկեղծ ես չգիտեմ ինչ անում, ու ոչ մեկս չգիտենք ինչքան ու ինչով է պայմանավորված այդ ամեն ինչը, որովհետև չգիտեմ, Վրաստանի դեմ դուրս եկանք շատ վատ երկու խաղ անցկացրեցինք, հետո Կոսովոն բնականաբար մարզչի համար շատ դժվար է ինքը նոր է եկել, նոր մարզիչ, ընդամենը 4 խաղ է եղել հավականում։ Լավ, շատ ծանր թեմաներից չխոսենք, հուսով ենք իհարկե առաջիկայում պատկերը կփոխվի, չնայած առաջիկայում էլ շատ բարդ խաղեր ունենք, դեռ կխոսենք այդ խաղերի մասին։ Դու արդեն 20 խաղ ունես մեր հավաքականում, Չեռնոգորիայի դեմ խաղում նորամուտդ նշեցիր ու այնպես է ստացվել, որ 20-րդ խաղը էլի Չեռնոգորիայի հավաքականի դեմ եղավ։ Նախ այս ժամանակահատվածի մասին մի փոքր 20 խաղը ի վերջո քիչ չէ ազգային հավաքականում անցկացնելու համար։ Իրականում որ հետ եմ նայում ոնց որ 3 դիներ որ առաջի խաղացի հավաքականում ու որ Մոնտենեգրո հետ էլի պետք է խաղանք, ինձ էլի ասացին, ես էլ գիտեի որ 20-րդ խաղս է, բայց ժամանակը շատ շուտ է անցնում, ես էլ անգամ չէի նկատել, չնայած որ հետ եմ նայում այդ ժամանակ ու հիմա ես լրիվ տարբեր մարդ եմ, տարբեր ֆուտբոլիստ, որովհետև այդ ժամանակ ընդամենը 19 տարեկան էի, 3 տարի արդեն անցել է, բայց հիմա իմ կարծիքով ավելի մեծ փորձ ունեմ, ամեն դեպքում 20 խաղ ու պլյուս խաղում եմ մի առաջնությունում, որտեղ իրականում շատ դժվար է ու շատ մեծ է թե տեմպը ամեն ինչ շատ տարբեր է, քան թե Հայաստանի առաջնությունը։ Ինչ ասեմ էլ։ Ես հիմա նենց այնպեսի հարց գտամ, որ դու բնականաբար մեր հավաքականի խաղերից հետո հաստատ շատ ես մտածում, ինչպես մեր մյուս ֆուտբոլիստները, ինչու այսպես եղավ, ինչու չստացվեց ինչ-որ բան։ Օրինակ այս 20 խաղերից երկու խաղ առանձնացրու, մեկը դրական առումով, մյուսը բացասական, որ մտածել ես ու օրինակ տվյալ խաղում ինքդ քեզ հարց ես տվել ու ասել, որ ես այստեղ իրոք իմ մեծ դերակատարումը կար նման արդյունքի ժամանակ ու այնպիսի խաղ, որ քեզ շատ ես մեղադրել, իհարկե պարզ է, ամեն ինչ անցյալ է դառնում ու շարունակվում է առաջ, բայց բովանդակությունը հասկացար հարցի։ Առաջինը կասեմ դրական դա Թուրքիայի 1-1-ն էր։ Արտագնա խաղ։ Այո։ Ես միջև հիմա որ հետ եմ նայում, սենց չեմ կարող էլի պատկերացնել։ Ու երևի էմոցիաներն որ գոլ բացողեցինք, հա։ Այդ խաղը իմ համար ես առաջինը որ պետք է Թուրքիայի հետ խաղայինք, հենց մարտին վնասվածք ունեի, ընդհանրապես չէի հրավիրվել հավաքական, բայց Պետրակովը մի օր ինձ զանգեց, ես տանն էի, ասեց արի տակտիկան ուղղակի նայե, որ մեր հետ լինես, տակտիկա ենք ուզում անենք, ու չգիտեմ ոնց ես սկսեցի պարապել թիմի հետ, բայց ես վնասվածք ունեի, տեղեր էի խմում, որ ցավ չզգայի, ու նույնիսկ այդ խաղը խաղացի, բայց իմ համար այդ օրվանից սկսած, որ պարտվեցինք, ես տրամադրված էի, որ պետքա սեպտեմբերին էր խաղանք Թուրքիայի դեմ, հաղթենք, ու իրականում նույնիսկ դաշտում 1-0 հաղթում ենք, բայց ես արդեն շատ ուրախ էի, որովհետև վերջի րոպեներն էի մտածում էի, շատ ցավալի է, այսքան մտածեցի, այսքան ցանկանում էի ու կլինի, բայց վերջի րոպեներին գոլ պաս թողեցինք, ֆուտբոլը ստացվում է, բայց իմ կարծիքով այս 3 տարում երբ հավականի ամենալավ հանդիպումներից է դա եղել։
նվիրվածությամբ, ամեն ինչով իմ կարծիքով այդ խաղը ամենալավերից մեկն է եղել։ Ես Չեխիայի խաղը հիշեցի, քո մասին ենք խոսում, դա իմ առաջին ուղևորությունն էր հավաքականի հետ, երբ Չեխիայի ընկերական խաղը տեղի ունեցավ ու այնտեղ քո էմոցիաները խաղադաշտում էլի շատ տարբերվող էին ինձ համար, անընդհատ դե մեզ համար էլ դժվար էր մրցակից անընդհատ գրոհում էր, ճշում կար, դա նույնպես էս միանգամից։ Շատ կան իրական լավ խաղեր, 20-ից դեպի 10-ը կարող եմ առանձնացնել դեպի ավելի դրական կողմը, բայց Թուրքիան է, որ եթե ինչ-որ միակ պետք է առանձնացնեմ, հա, որովհետև Թուրքիայի դեմ ենք խաղում, եթե այդ մի խաղը լիներ, չգիտեմ, Լատվիա կամ ինչ-որ բան, հաստատ չի ասի։ Դե պարզ նույն արժեքն ու էմոցիաները չէին լինի։ Ակումբային կարիերայից մի փոքր 10 թիմերի պայքարում Օսիեկը 7-րդ տեղը գրավեց Խորվաթիայի առաջնությունում։ Իհարկե, կարծես կայունության խնդիր կար մրցաշրջանի տարբեր հատվածներում, տարբեր էին արդյունքները։ Ինչպիսին էր քեզ համար Օսիեկում այս մրցաշրջանը արդեն ավարտված եւ ընդհանուր առմամբ ակումբում ինչպես գնահատեցին ավարտված մրցաշրջանը։ Տեսեք, մենք առաջությունը շատ լավ չսկսեցինք, եթե մենակ իմ մասին խոսանք, ես առաջության սկզբում բոլոր հանդիպումները գրեթե անցկացնում եմ, հետո վնասված ստացա ու 3-4 ամիս չեմ խաղացել, սեպտեմբերից մինչև նոյեմբեր, հետո դեկտեմբերին էլ նոր սկսեցի մարզվել ու գրեթե ամբողջ մասը առաջի շրջանի ես չեմ անցկացրել։ Իսկ ինչ վերաբերում է թիմին, հենց մենք բաց սկսեցինք, հետո մի շրջան շատ լավ էր գնում ամեն ինչ, հետո էլի խնդիրներ, լիքը վնասվածներ, ֆուտբոլիստներ կային, որ վնասվածներ ունեին, որ ամբողջ մրցաշրջանը չէին խաղալու նույնիսկ, դրա համար արդյունքները շատ լավ չէր գնում։ Իսկ վերջին հատվածում արդեն նոր մարզիչ ունեցանք, իմ կարծիքով արդեն թիմը ավելի լավ սկսեց հանդես գալ ու արդյունքներն բարելավեցին։ Դե դուք հաղթեցիք Հայդուկին, Ռիեկային, առաջատար Եղեգեզի։ Առաջի 4 թիմերից 3-ին մենք հաղթեցինք այդ ընթացքում, պլյուս որ Դինամոյին էս մրցաշրջանում 4-ից 3-ը հաղթել ենք։ Չեմ ասի, որ շատ վատ էր, բայց իմ կարծիքով Օսիեկը թիմա, որ պետքա պայքարի առաջի 3 Դե եթե կայունության խնդիր չլիներ, այսինքն հաստատ ավելի բարձր կներ, բայց մյուս մրցաշրջանում թիմի առաջ դրվելու 100%-անոց արդյունք, 100% որ լինենք առաջի 3 թիմերից մեկը։ Այսինքն ակումբի ղեկավարությունը միշտ ամենաբարձր նպատակներն են այդ առում։ Բայց այս տարի շատ վատ իրականում ստացվեց, ոչ մեկս չէինք սպասում, որ sense վատ կգնա, բայց մի շրջան եղավ, որ 9 խաղ թե 10 խաղ չէինք հաղթել, ու դրանից հետո մարզիչին փոխեցին, որովհետև արդեն ժամանակն էր իրականում, էլի։ Նոր մարզիչ եկավ ու սկսեցինք արդեն ավելի լավ խաղալ, հաղթել խաղերը, հիմա նույն մարզիչն է լինելու։ Իսկ Օսիեկը իր հնարավորություններով, ռեսուրսներով ունի այն ամենը, որ կարողանա նույն Դինամոյի, Հայդուկի, Ռիեկայի հետ պայքարել, թե ինչ-որ բաներով նրանք գերազանցեն։ Սենց ասեմ, Օսիեկը ունի Խորվաթիայում ամենալավ մարզաբազան։ Նոր է, ընդհանրապես 2 տարի, ես որ նոր եմ գնացել, նոր էլ կարողացել ամեն ինչ։ Ամենալավ մարզաբազան, թե դաշտերը, ամեն պայմաններով Օսիեկը առաջատար է։ Ու ֆինանսապես, ընդհանրապես ֆինանսական առումով էլ Օսիեկը շատ բարձր է, ոչ բոլորից, Դինամո, Հայդուկ կամ այս թիմերն էլ։ Բայց լավ վիճակում, բայց ինքը մեր ակումբը 100%-անոց հնարավորություն ունի պայքարելու այդ թիմերի հետ։ Իդեպ Խորվաթիայից, քանի որ խոսում ենք, ակամայից հիշեցի, որ ես տեղեկություն էի հայտնել, որ Արթուր Սերոպյանի ծառայություններով Իստրա ակումբն է հետաքրքրված, ինչ կասես այդ ակումբի մասին, արժի ընդհանրապես, որ հայ ֆուտբոլիստը Հայաստանից տեղափոխվի Իստրա, թե ոչ։ Նայեք, 100% արժի, նախ եթե ֆուտբոլիստը Արտուրի մասին եթե չխոսանք, եթե ֆուտբոլիստը խաղամարնեք Հայաստանի առաջնությունում ու գնա Խորվաթիայի առաջնություն, դա շատ մեծ քայլ է։ Իսկ ինչ վերաբերում է Իստրային, այս տարի նամանավանդ երկրորդ շրջանում Իստրան լավագույն ակումբն էր ու բոլորն էին դրա մասին խոսում։ Այդ ամենալավ ակումբները երկրորդ կեսի, ընդհանրապես մեկ միավոր եթե չեմ կարծում, թե վերջի խաղը մեզ հետ էին խաղում, եթե մեզ հաղթեին, իրանք էին խաղալու Եվրոպա լիգա, կոնֆերանս լիգա, բայց մենք չթողեցինք հաղթել, իհարկե։ Եթե Արտուրը հիմա գնար կոնֆերանս խաղար, բայց հիմա Շերիֆի հետ կխաղա, միգուցե Շերիֆից հետո արդեն գնա։ Դու այն ժամանակահատվածում ինչ տեղափոխվել ես Օսիեկ, արդեն 3 մարզիչ է, չէ՞, ակումբը փոխել։ Ես կարծեմ մենք նախկին մարզչի մասին առանձին զրույցներում քննարկել ենք ու դու ասում էիր, որ այդքան էլ պրոֆեսիոնալ մարդ չէր, մասնագետ չէր, հիմա նոր մարզիչ է եկել ու ամեն ինչ կարծես լավ է ստացվում սլովենացի մասնագետի հետ։ Նախ այս փոփոխությունների մասին, այդքան շատ մարզչական փոփոխությունները ինչպես են ազդում, օրինակ քո վրա կամ թիմի վրա տատանումները շատ են խանգարում այս առումով։ Նայեք, երբ որ ես նոր էի գնացել, ես բոլոր հանդիպումները գրեթե 10-15 հանդիպում անցկացրել եմ, երբ որ առաջնությունն նոր էր սկսել, պլյուս կոնֆերանսների լիգա։
Իրականում թիմում ամեն ինչ լավ էր, մթնոլորտները լավ մենք հաղթում էինք, եթե չեմ սխալվում, նույնիսկ մրցաշարային աղյուսակում երկրորդն էինք, բայց մարզիչին ու տնօրենին հեռացրեցին ու երկար ժամանակ չունեինք սպորտային տնօրեն ու չեմ ուզում շատ խոսամ այդ մարզիչի մասին, եկա մարզիչ, ով ուղղակի պրոֆեսիոնալ չէր ու այդ ընթացքում իրականում շատ վատ շրջան էր ակումբի համար ու ինձ համար էլ նույնպես, որովհետև 7-8 ամիս չեմ խաղացել նույնիսկ ձմռանը որ նոր էի տեղափոխվել մտածում էի որ գնամ այնտեղից բայց ես իմ առաջ նպատակ դրեցի որ պետք է մնամ Մոսեիկում այնքան մինչև որ լինեմ մեկնարկային կազմի ֆուտբոլիստ ու անփոխարինելի այդ թիմի համար հետո եկավ որ երբ որ բերեցին արդեն նոր գլխավոր տնօրեն նա տեսավ ինչ վիճակ է իրականում թիմում ու փոխեց մարզիչին բերեց մի իտալացի մարզիչ ով իրականում շատ լավ մարդ էր, որպես մարզիչ էլ լավն էր, բայց շատ երիտասարդ էր ու երբեք չէր եղել ինչ-որ առաջնության բարձրագույն լիգա, բայց նրա հետ արդյունքները այդքան էլ լավ չստացվեցին, որ գրեթե 10 խաղ, սկզբից 8 խաղ պարտվեցինք, հետո մի փոքր ժամանակահատված լավ էր թիմը, հետո էլի սկսեցինք շատ պարտվել մոտ 9-10 խաղ ու նրան նույնպես հեռացրեցին։ Հիմա ունենք մարզիչ, որ բոլորս իրականում շատ ենք հավանում թիմում ու թիմում ամենալավ մթնոլորտը ինչ ես գնացել եմ հիմա է։ Բայց ինքն էլ չէ երիտասարդ։ Ինքն է այդ մոտ եւի 40-քանի տարեկան է, թե 40, տենց կոնկրետ չի։ Կարծեմ 39-ը, եթե ճիշտ եմ հիշում, նայել էի։ Հա, շատ երիտասարդ է, բայց արդեն հասցրել է ինքը լավ, օրինակ Սելիայում է աշխատել, Մարիբոր լավ թիմերում աշխատել է ու լավ արդյունքներ, եթե չեմ սխալվում, Ջեյկայում էլ է նույնիսկ աշխատել։ Ինքը այնց է անում, որ թիմում յուրաքանչյուր ֆուտբոլիստ իրան կարևոր զգա։ Ու ամենակարևորը այն է, որ եթե դու արժանի ես, դու լավ ես խաղում, դու լինելու ես մեկնարկային կազմում։ Ու երբ որ ինքը նոր եկավ, ես սկզբի 2-3 խաղը չեմ խաղացել, որովհետև հավականից նոր է եկել, ինքը բոլորին փորձարկում էր։ Ինձ մտցրեց մի 2 խաղի, ես խաղացի, բայց ես տենում էի, որ ես 100% խաղալ եմ։ Ընդհանրապես մի խաղ պետք էր, որ ինձ մեկնարկային կազմ դներ։ Ու հենց Դինամո Զագրեբի դեմ ինձ մեկնարկային կազմ դրեց։ Ես խաղացի ու դրանից հետո սկսեցի ամբողջ բոլոր խաղերը խաղալ ու տենց այդ է ամենակարևոր բանը իմ կարծիքով նման թիմերում անավան, եթե արժանի ես պետք է խաղաս։ Նու մարզիչը ամեն ինչ պրոֆեսիոնալ մակարդակով այդ է ամենակարևորը, որ շատ լավ մտնոլորտ է թիմում։ Ոչ մի ֆուտբոլիստ չկա, որ տխուր է, խիչ ինքը խաղում, որտեղ ինքը բոլորին է շանս տալ։ Եթե ինչ-որ մեկին շանս տալ, շանսը չի օգտագործում, իրան բացատրում է, ասում է սպասի մյուս շանսից։ Դրա համար թիմում շատ լավ մտնոլորտ էր վերջում, արդյունքներն է վատ չէր։ Բոլոր նույնիսկ ասացի ես արդեն սկզբի 4 թիմերից 3-ին հաղթել էինք։ Արդեն երկար ժամանակ է ստացվում, որ Խորվաթիայում ես խաղում։ Մի փոքր քաղաքի մասին, այնտեղ ամեն ինչ արդեն հարմարավետ է քեզ համար, միգուցե լեզուն ես սովորել, ինչ կարող ես ասել։ Հա, լեզուն սովորել եմ արդեն։ Հեշտ է։ Հա, շատ դժվար չի, սկզբում իրականում չէի կարող, ոչ թե չէի կարող ասել, չէի փորձում, զուտ լսում էի, սենց, բայց երևի արդեն 1 տարի է, մի քիչ արդեն նույնիսկ ընկերներս հետ այնտեղ խորվաթերեն եմ խոսում, լրիվ հասկանում եմ ամեն ինչ։ Խոսալն էլ միշտ չեմ խոսում, որովհետև անգլերեն եմ խոսում, ինձ ավելի հարմար է անգլերենով, բայց խորվաթերեն էլ եմ խոսում։ Էլի ինչ վերաբերում է քաղաքին, ինձ թվում է ֆուտբոլիստի համար իդեալական քաղաք է, հանգիստ, շատ մեծ չի։ Չգիտեմ։ Իսկ ակումբի նկատմամբ երկրպագուների բնակիչների սերը։ Նայեք, բնակչությունը շատ չի, մոտ 100,000 է քաղաքի, բայց իրականում շատ են սիրում այդ ակումբը ու նամանավանդ այդ քաղաքը ինքը պատերազմի միջով անցած է ու մարդիկ շատ են գնահատում, ընդհանուր սա Խորվաթիայում շատ են սիրում ու գնահատում այդ քաղաքը ու թիմն էլ Օսիեկն էլ, հենց Օսիեկի ժողովուրդը ովքեր շատ է սիրում։ Հետաքրքիր է։ Հիմա ակումբի եւ քո համագործակցության մասին դե ովքեր որ ֆուտբոլով հետաքրքրվում են յուրաքանչյուրի համար պարզ է որ եթե խորվաթական ակումբը ըստ ամենայն դեպս հասանելի տեղեկությունների 300,000 եվրո է վճարում Հայաստանից ֆուտբոլիստի տրանսֆերը ձեռք բերում, այդ ֆուտբոլիստի հետ շատ մեծ հույսեր է կապում։ Արդյոք այս ամենի մասին ակումբի ղեկավարությանը շփումներ ունենում ես, ի վերջո որն է հեռանկարը, լավ, հիմա խաղում ես, մյուս մրցաշրջանում էլ կարող ես մեկնարկային կազմում ավելի ամրապնդվել, բայց լինելու է հաջորդ քայլը առաջիկայում, թե դեռ դրա մասին խոսք չկա, չեք մտածում։ Նայեք, ինչ վերաբերում է իմ թիմին, իրականում այո, ինձ շատ հավատում են ու վստահում են թիմում։ Խնդիրը մի փոքր ընդհանուր մարզիչի հետ էր կապված, որ ես մի շրջան ընդհանրապես չէի խաղում, շատ քիչ էի խաղում ավելի ճիշտ, բայց միշտ ղեկավարությունը ինձ հավատացել է ու նույնիսկ ձմռանը ես լիքը տարբերակներ ունեի, որ հեռանայի, որովհետև նոր էի վնասվածքից ապակինվել ու ինձ պետք էր շատ խաղալ,
բայց նույնիսկ հենց անձամբ տնօրենը գլխավոր ղեկավարները բոլորը ոնց որ կոնֆերանս արեցինք ու բոլորը ասացին, որ իրանք չեն ուզում ես հեռանան, որովհետև շատ մեծ հույսեր ունեն ունի հետ։ Ու ինչ վերաբերվում է հիմա այս շրջանում այս վերջի հատվածի ես անցկացրել եմ ու հիմա շատ հետաքրքրություններ կան, չեմ կարող թիմերը ասեմ։ Իսկ նախքին ձմռան տարբերակների մասին էլ չես կարող նշել ինչ տարբերակներ կան։ Դե մեկը արդեն անցյալ է։ Չեմ ասի կոնկրետ թվեր, բայց մեր տղեկից լիքը մարդիկ խաղում են ամեն ակումբում, շրջանակներ հասկանալի։ Շատ ակումբներ կային իրականում, որ հետաքրքրվածություն կար, բայց երբ որ ղեկավարների հետ զրուցեցի ու ես էլ դեռ 1 տարի առաջ ինձ ասել է որ պետք է մնամ այնքան ժամանակ, մինչև որ դառնամ կարևոր ֆուտբոլիստ թիմի համար, որոշեցի մնամ մինչև մրցաշրջանի ավարտը։ Երբ որ մարզիչը փոխվեց, ճիշտ սկսեցի այդ ժամանակ խաղալ, բոլոր հանդիպումները չէ, մի խաղ խաղում էի, մի խաղ չէ սենց, ու երբ որ մարզիչը փոխվեց, արդեն սկսեցի ամբողջ խաղերը անցկացնել։ Ինչ վերաբերում է հիմա էլ եթե անկեղծ շատ տարբերակներ կան, որ չեմ ասի, որ գնալու եմ 100%, որովհետև հիմա իմ համար էլ լավ օսի եկում, մարզիչ ունեմ, որ ինձ վստահում է ու կարամ մնամ մի մրցաշրջան շատ լավ անցկացնեմ, հետո գնամ, չգիտեմ ինչպես կստացվի։ Լավ, եւս մեկ հարց ցակեց հենց այդ մտքի վրա։ Կան տարբերակներ, դու քեզ լավ ես զգում օսիեկում։ Ինչ պետք է լինի, որ հենց այս ամռանը տեղափոխվես։ Ինչ պայմաններ, ինչ ակումբ պետք է լինի, որ հիմա թողես։ Լավ, անկեղծ ասեմ, եթե լինի ակումբ թոփինգից կամ ակումբ, որը չգիտեմ, օրինակ Բելգիա առաջնությունում շատ ավելի բարձր ակումբ կամ ավելի բարձր թիմ կամ ավելի բարձր թիմ։ Մոտավորապես հասկացանք, բայց եթե ակումբ ինչպես ոնց օսիեկն է, 100% չեմ տեղափոխվել։ Դա իմաստ էլ չկա երևի այս բանին, երբ արդեն ամեն ինչ լավ է ստացվում։ Օսիեկում արդեն 40 խաղ ես անցկացրել, ինչ հատկանիշներ կնշես, որոնք քո մեջ նկատում ես այդ հատկանիշների փոփոխությունները այս ժամանակահատվածում Հայաստանից տեղափոխվելուց ու մինչև այս օրերը։ Եթե անկեղծ կասեմ ամեն ինչ, որովհետև որ նոր էի գնացել ու հիմա ասենց հետ եմ նայում, այն ժամանակ շատ էի սխալվում։ Հիմա բոլորն են սխալվում, բայց այն ժամանակ երբ որ նոր էի գնացել, ամեն խաղ իմ պատճառով մի հատ գոլ ուտում էինք։ Հիմա շատ քիչ եմ սխալվում, իմ կարծիքով ավելի շատ եմ իմ մեջ արտնացել այդ լիդերի հատկանիշները, որ թիմը կառավարեմ, պաշտպանությունը կառավարեմ, գնդակով խաղնելա շատ լավացել իմ մոտ։ Ես ամեն ինչ վրա աշխատում եմ, իրականում ֆիզիկապես եմ շատ ուժեղացել, որովհետև որ նոր էի գնացել, անգլիական Պրեմիեր լիգայից հենց սկաուտներ էին ինձ նայել, իմ մասին ինձնով հետաքրքրվել էին ու իմ մասին ասել էին, որ պետքա ֆիզիկականի վրա ավելի շատ աշխատի, չնայած նրան, որ մենք կարծում ենք, ես ֆիզիկապես ուժեղ եմ, եթե Հայաստանում ենք խաղում, սաղ ասում են ֆիզիկապես ուժեղ ես, բայց Պրեմիեր լիգայից օրինակ ասել են ինքը պետք է ֆիզիկականի վրա աշխատի։ Ոստովեն այդքան մեծ է տարբերությունը։ Բայց ընդամենը մի ամիս առաջ նույն սկաուտները զանգել էին իմ գործակալին ու ասել են, որ հիմա ինքը պատրաստ է արդեն ֆիզիկապես։ Հետաքրքիր է, ոստովեն դրականը արդեն շատ մեծ է իրականում, եթե նույնիսկ ես շատ բան չեմ նկատում, կողքից այն մարդիկ, որ ինձ միշտ հետևում են, իրանք միշտ իրանց կարծիքը ասում են ինչն ավելի լավացել, ինչի վրա պետքա դեռ աշխատել։ Դե ստացվում է, որ նույն Խորվաթիայի առաջնությունը մի շարք կարևոր դետալներով զգալիորեն գերազանցում է մեր առաջնությանը։ Մենք որովհետև պարբերաբար խոսում ենք, որ Հայաստանի առաջնությունը զարգացում է ապրում ու դա երևի համեմատելով նախորդ տարիների մեր առաջնությանը իսկապես այդպես է, բայց մեկ է դեռ շատ ունենք առաջ գնալու։ Ես չեմ ասի, որ Հայաստանի առաջնությունը թույլ առաջնությունն է ու նենց ճիշտ շատ հեշտ է խաղալը, բայց Խորվաթիան առաջնությունն է, որ ամեն տարի 10-20 ֆուտբոլիստ գնում է այդտեղից top 5։ Հենց հիմա Դինամոյից ֆուտբոլիստ գնաց Մխիթարյանի հետ խաղալու։ Սուչիչը Ինտեր գնաց շատ լավ ֆուտբոլիստ։ Առաջնությունն է, որ գնում են այդտեղից, չգիտեմ, Անգլիա, Հայդուկից լիքը ֆուտբոլիստ գնում է Անգլիայի առաջնություն ու այն ամենալավ ակումբներից է գալիս են այնտեղ խաղալու, եթե ինքը այդքան վատահարություն լիներ։ Իհարկե, չենք Ռակիտիչ։ Դե Խորվաթիայի առաջնության ամենալավ կողմերից մեկը նաև հենց դա է, որ սկաուտների ուշադրության անմիջական կենտրոնում է։ Իհարկե դա էլ շատ կարևոր է։ Չէ, տարբերությունը հաստատ շատ մեծ է ու հենց մեկը որ ես գնացի մի անգամից սկսեցի խաղալը, իմ համար շատ դժվար, արագությունը, տեմպը, ամեն ինչ շատ ուրիշ է։ Բայց հիմա արդեն հարմարվել եմ ամեն ինչին, ինձ համար էլ արդեն նորմալ է։ Ու այնտեղի օրինակ վերջի խաղը, որ Մոնտենեգրոյի հետ մենք խաղում էինք, իմ համար չգիտեմ, ամեն խաղ Խորվաթիայի առաջնությունում ավելի ծանր է, քան թե Մոնտենեգրոյի հետ խաղ օրինակ։ Առաջիկայում ակնարկ արեցի ու թեման չբացեցի այդպես էլ Հայաստանի հավաքականի արդեն պաշտոնական խաղն է ու Պորտուգալիայի հավաքական, որը հաղթեց ազգերի լիգան, դե Պորտուգալիայի հավաքականին ներկայացնելու կարիք չկա ու հնարավորություն
կարող է ուներ նա առաջին անգամ Ռոնալդոյի հետ խաղալու։ Մտածում ես, թե պրոֆեսիոնալ ֆուտբոլիստին պետք չէ որ 2 ամիս առաջ նման բան իմացա։ Չէ, եթե անկես լինեմ, իմ կյանքում եթե տենց ես շատ տենց ֆուտբոլիստների մասին ինչ-որ մտածեմ, խոսամ չի եղել, բայց 3 ֆուտբոլիստ կային, որ միշտ ուզեցել եմ իրանց հետ խաղամ, այդ Մեսսին եղավ, Ռոնալդոն ու Մխիթարյանը, 3 հետ էլ դեռ չեմ խաղացել։ Ու հիմա չեմ ասի, որ շատ հիմիկվանից սպասում եմ այդ խաղին, բայց իհարկե հաճելի է խաղալ իր դեմ ու կփորձեմ նենց անեմ, որ մի քիչ բաց գա իրան։ Դա այդ հուզական, չգիտեմ, էմոցիոնալ կողմը, իսկ եթե մեր հավաքականի մասին ենք խոսում, խնդիրներ, մարզիչը փորձեց ինչ-որ բան անել ու այստեղ իսկապես ցավալի է նաև մարզչի համար, որ նոր այն որ սկսում ես ինչ-որ բան ստեղծել ու միանգամից այդ շատ բարդ խաղն է լինելու։ Ըստ քեզ կկարողանա հավաքականը էլի շատ կարճ ժամանակահատվածում ինչպես պետք է պատրաստվել այդ խաղին հնարավորինս պատրաստ։ Դեռ ժամանակ կա 2-3 ամիս կա մինչ այդ խաղերը, բայց այստեղ ամենակարևորը ոչ միայն մարզիչն է, այլ նաև ֆուտբոլիստները թե ինչ վիճակում կլինեն։ Մենք չունենք 150 հատ ֆուտբոլիստ ու 150 էլ չգիտեմ խաղում են տոպ թիմերում, որ ասես եթե այս մեկը լավ չլինի, այս մեկը լավ կլինի։ Մենք ունենք շատ քիչ ֆուտբոլիստներ, չգիտեմ, մաքսիմում 20-30, որ պետք է այդ ֆուտբոլիստներով կառուցել հավաքականը։ Ու շատ կարևոր է, որ այդ ֆուտբոլիստները լավ մարզավիճակում լինեն, իրենց թիմերում խաղան ու պատրաստ լինեն այդ խաղերին ու աստվածտա ոչ մեկ վնասված չունենա։ Ես image վստահություն ունեմ, ես հավատում եմ իմ թիմին, խնդիրը դրանում չի, իմ կարծիքով բոլորն են հավատում, որ կարող ենք դուրս գալ։ Այ դեպ շատ էլի բան հիշեցի, մեր որ խաղի նախախաղային ասուլիսներ ընկերական խաղից, որ դու ներկայացար ասուլիսին, այնտեղ մեր լրագրողներից մեկը հարցրեց, իսկ ինչու եք վստահ, որ ամեն ինչ լավ է լինելու, շատ հետաքրքիր պատասխան տվեցիր, որովհետև ես ճանաչում եմ իմ թիմակիցներին։ Այսինքն դու իսկապես տեսնում ես այդ լավ ապագան, որ մեզ մոտ դրական փոփոխություն լինելու է։ Իհարկե տեսնում եմ, այստեղ հարցն է, որ ես իրոք տեսնում եմ ոնց են տղեկը նվիրվում, ոնց են իրանք են տխրում, իրանց էլ հաճելի չի այս ամեն ինչը։ Սա էլ է շատ կարևոր, կներես ընդհատում եմ, որովհետև անգամ մենք որ թվում է մենք շատ տեղեկություններ ենք ստանում, շատ բաներից տեղյակ ենք, բայց պարզ է մենք այնտեղ չենք գտնվում ու ֆուտբոլիստներն էլ առանձին զրույցներում միշտ ասում են, որ դուք ուղղակի չեք տեսնում ինչ է կատարվում ներսում, մենք իսկապես ամեն ինչ անում ենք, որ չգիտեմ, այդ դրական փոփոխությունը ինչքան հնարավոր է շուտ լինի։ Իրականում տենց է ու ֆուտբոլում նույնիսկ են աշխարհի ամենալավ թիմերը, ամենալավագույն հավաքականները միշտ էլ մի հատ վատ պիրոդ ունենում են։ Դա հարստա տենց է, նույնիսկ չգիտեմ, Բրազիլիայի պես հավաքանը 7 հատ գոլ եթե բաց թողի, դա նորմալ է այսօրվա ֆուտբոլում, որովհետև եթե մի խաղ ընդամենը դու պատրաստ ես, բայց դիմացի թիմը պատրաստ է, կապ չունի դու Պորտուգալիա ես, չգիտեմ, Բրազիլիա ես, թե Գերմանիա ես։ Ու ես ոնց տեսնում եմ, օրինակ, հենց Կոսովոյի հետ խաղից հետո թիմում չեմ կարող ասեմ, ոնց որ ինչ-որ սուկ լիներ ու բոլորին հաջորդ օրը որ ես տեսա պարապմունքին, թե մեծ մասը չէր պարապում, որտեղ խաղացել էր մի օր առաջ, բայց ոնց էին բոլորը նվիրվում ու որ պետքա փոխվի իրավիճակը։ Պլյուս դրան մրցաշրջանի ավարտներ, այդ ժամանակ ասենք վնասվածքները շատ է լինում։ Լիքը մարդ կար ասել, չգիտեմ, ես չեմ ուզում խաղամ կամ բայց բոլորը սպասում էին Մոնտենեգրոյի հետ խաղին, որ խաղային։ Փոխեն իրավիճակը։ Դրա համար էլ իմ կարծիքով շատ լավ հանդիպում ենք կասկածեցինք։ Եվ վերջում նոան նոր գլխավոր մարզիչ ունի Սանդրո Պերկովիչը, որը Զագրեբի Դինամոյում է աշխատել։ Դու հաստատ ավելի լավ ես ծանոթ, ինչ կասես այս մասնագետի մասին, որը միանգամից էլի շատ բարդ վիճակում գլխավորեց նոան, որը արդեն Չեմպիոնների լիգայում փորձելու է առաջ շարժել։ Նայեք, ես իրան անձամբ չեմ ճանաչում, բայց երբ որ նոր պետք է ինքը լիներ Դինամոյի գլխավոր մարզիչը, դողաներով իմ թիմի շատ ենք խոսացել, իր մասին բոլորը լավն են արտահայտվում, ես գիտեմ, որ որպես մարդ ինքը շատ լավն է, որովհետև հենց Դինամոյի ֆուտբոլիստները իրան շատ էին սիրում։ Ինքը շատ երկար տարիներ եղել է Դինամոյում, որպես երկրորդ մարզիչ, եթե չեմ սխալվում, երկրորդ մարզիչ, ու հենց թիմի տղաները, թիմը իրան ընդհանուր շատ էր սիրում, այդ խոսում է նրա մասին, որ որպես մարդ, որպես մասնագետ ինքը լավն է։ Ու երբ որ ինքը գլխավորեց Դինամոն, դրանից առաջ թիմը շատ լավ չէր խաղում։ Պարտվում էր անընդհատ լավ Դինամոն են ակումբն է, ոչ միայն Խորվաթիան, որ պետք է իր խաղերը ասես բոլորը հաղթելով գնա։ Լավ, բայց իսկ այդ ընթացքում շատ վատ իրականում թիմի վիճակը։ Բայց երբ որ ինքը սկսեց լինել գլխավոր մարզիչը, թիմը արդեն ավելի կայունացավ ու նույնիսկ ընդամենը մեկ խաղ եթե հաղթեր ինքն էր չեմպիոն լինելու, բայց չհաղթեցին այդ խաղը։ Իմ կարծիքով իր աշխատանքը Հայաստանում ասում եմ հեշտ չի, բայց իմ կարծիքով իր աշխատանքը ստեղ լավ կստացվի։ Շնորհակալ եմ, առջևում հաջորդ մրցաշրջանն է ու հաջողություններ ինչպես ակումբային կարիերայում, այնպես էլ մեր հավաքականում։ Մերսի Սուրեն ջան։
Մենք եք մեր ֆուտբոլի տաղավարում էր Ստեփա Մկրտչյանը, իսկ մենք կհանդիպենք արդեն հաջորդ եթերաշրջանում։ Լավն է էլի մեր ֆուտբոլը։